Պարոն Պապյան, չխանգարելով, ինձ մի քանի հարց է հետաքրքրում։ Մշակութային կառույցները մտնում են այդ ցանկի մեջ, թե ոչ, օրինակ վերցնենք սիմֆոնիկ նվագախումբը կամ մի կոմպոզիտոր, որը որ մի երկու, չգիտեմ ինչ է գրում։ Երկրորդը, դուք որ ասում եք հասույթի, որ պահից սկսված, եթե ինքը գումարը փոխանցում է, հետո տարեվերջին պետքա շահութահարկ տա, ինչ հաշվարկի արդյունքում է դա տեղի ունենալու, եւ երրորդ հարցը կամ երրորդը դրա շարունակությունն է, երբ որ ֆիզիկական անձը հարկերը բոլոր վճարել է, իր վերջնական արդյունքն է, իր աշխատավարձից կամ իր եկամտից է վճարում, այդ դեպքում ինչ է լինում, որտեղ նա արդեն հարկերը վճարած ֆիզիկական անձ է, եկամտահարկը վճարել է, ունի օգուտ, այդ օգուտի հաշվին ուզում է բարեգործություն անել։ Եվ բարեգործական հիմնադրամի ինստիտուցիոնալ իր նշանակությունը ինքը այդ գումարները տարբեր տեղերից գալիս է։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Սուքիասյան։ Ուրեմն այսօր հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածը կոչվում է այլ նվազեցումներ։ Եվ այդ այլ նվազեցումների մեջ բազմաթիվ կետեր կա, եւ մենք ընդամենը 1/5 մասում ավելացնում ենք 5-1 նոր կետ, որի մասին ես Տիկին Ստեփանյանի հարցին պատասխանատվություն նշեցի։ Ձեր նշած ձեր հարցի առաջին մասը, արդյոք մշակութային հիմնարկները մտնում են թե ոչ, այս պարագայում ոչ, որովհետև միայն դրված է տարական, հիմնական, միջնակարգ, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական ծրագրեր իրականացնողները, որոնք լիցենզիա ունեն եւ պետական ոչ պետական եւ համայնքային նշանակության կազմակերպությունների մասին է, եւ այս մասով նշեմ, որ մնացած կարգավորումները, ինչ որ նշեցիք, որևէ այլ կարգավորման մենք չենք կպել, ընդամենը այստեղ այդ 0.25-ի մասով, այս մասով բացառություն ենք արել, որ դարձրել ենք 2.5-ի, որպեսզի իրենք կարողանան իրենց հարկման բազան այդ չափով շահութահարկ վճարելուց նվազեցնել։ Ինչ ժամանակը ավարտվեց։ Շարունակեք։ Շատ լավ։ Մնացած մասով կրկնում եմ, որևէ այլ փոփոխություն չունենք, այսինքն հարկային օրենսգրքում ինչ կար, նույնությամբ մնացել է, ի սկզբանե ձեր առաջարկը եղել է կամ ձեր հարցի սուբյեկտը եւ Տիկին Ստեփանյանի հարցի սուբյեկտը, այսինքն եւ գիշերօթիկները եւ ուրեմն մշակութային հիմնարկները եղել են առաջարկի մեջ, բայց հետագա քննարկումների արդյունքում կոնսենսուս ձևավորվել է այս առաջարկի շուրջ, բայց ես նաեւ հանձնաժողովում էլ նշեցի, այդ հարցը բարձրացավ, ես ասացի, որ ըստ էության սա մի process է, որ եթե գնա տեսնենք, որ իրականում օկտավետ է, ինքը պիլոտային է, մենք կարող ենք ընդլայնել, այս առումով որոշակի զգուշավորություն ենք ընդամենը ցուցաբերել, հաջորդ փուլերում բնականաբար արդյունքներից կախված կորոշենք ինչ որ ուղղությամբ ինչ վերանայումներ անել։